Այսօր սիրելներ թեմայի մեր քարոզի վերնագիրն է Սուրբ Հոգին Աստծո քամին, հալելույա, Սուրբ Հոգին Աստծո քամին, ասա փառք է սիրելի Հիսուս։ Թող քո Սուրբ Հոգին այսօր գա այցելի ինձ, թող բերի թարմ այցելություն իմ կյանքի մեջ, սիրելի Սուրբ Հոգի, բեր թարմ շարժ իմ կյանքի մեջ, իմ ընտանիքի մեջ, Տեր Հիսուս, շարժվիր իմ կյանքի մեջ, սիրելի Սուրբ Հոգի, բացում եմ իմ սիրտը, հալելույա, փառքերը քեզ։ Հովանու 3-րդ գլուխ 7-ից 8 համարների մեջ Հիսուսն ասաց Նիկոդեմիոսին. մի զարմացիր, որ քեզ ասացի, դուք պետք է վերստին ծնվեք, ոչ թե միայն Նիկոդեմիոսը, դուք պետք է վերստին ծնվեք։ Սիրելներ, եկեղեցում շատերը կան, ուղղակի գալիս են եկեղեցի, կան դուեր, որ վերստին ծնված են, բայց ոչ դուքեր։ Մենք բոլորս պետք է վերստին ծնվենք, փառք Հիսուսին։ Քամին ուր ուզում է փչում է եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես թե որտեղից է գալիս եւ ուր է գնում, այսպես է հոգուց ծնված ամեն ոք, թող եկեղեցին ասի ամեն, հալելույա, փառքեր Հիսուսին։ Քամին ունի ձայն, սիրելիս, լսում ես այդ քամու ձայնը, այսօր այդ ձայների մասին կխոսամ, փառքեր Հիսուսին։ Եբրայերեն գրքի մեջ, բառարանի մեջ հոգի, շունչ եւ քամի բառերը հաճախ նույն բառերն են, ռուախ, Աստծո հոգու հետ է կապված, ռուախ, քամի, հոգի եւ շունչ, ամեն սիրելներ։ Ոչ ամեն անգամ քամի բառը, հոգի բառը կապված է ռուախի հետ, բայց շատ ժամանակ Աստված խոսում է քամի բառը, հոգի բառը եւ նշում է ռուախը, փառք Հիսուսին։ Ծննդոց 1-2-ի մեջ խոսքը ասում է Աստծո հոգին շրջում էր, ռուախը շրջում էր ջրերի վրա, ասա ամեն։ Ամենաառաջուց, երբ որ Աստված ասում է ասած, խոսած, ռուախը արդեն շրջում էր արարչագործության մեջ, սիրելի Հիսուսի անունով ասենք փառք, հալելույա։ Ծննդոց 2:7-ի մեջ խոսքը շարունակում ասում է Տեր Աստված մարդուն ձևավորեց, հողի փոշուց եւ նրա ռնգերի մեջ կենթանության շունչ փչեց եւ մարդը դարձավ կենթանի հոգի եղավ, հալելույա, փառքեր Հիսուսին։ Երբ որ շունչը մեր մեջից դուրս է գալի, մենք կյանք չունենք, սիրելներ, համաձայն եք։ Աստված իր հոգին մեր մեջ դրել է նպատակով, նպատակ կա դրա համար, փառքեր Հիսուսին։ Պատկերացրեք մի կարևոր բան։ Մեր մեջ միայն մենք շունչը չենք ընդունում կամ արտաշնչում, չէ, սիրելներ։ Տեսեք, Աստված երբ որ ասում է ստեղծեց երկինքն ու երկիրը, մենք շնչում ենք եւ խոսում ենք։ Շնչելու ժամանակ մենք խոսում ենք։ Մի հատ շնչառությունը պահի ու աշխատի 1 րոպե խոսաս, ինչքան կարաս խոսաս։ Ինչ որ միտեղ քո խոսքերը կկանգնեն, որտեղ նորից պետք է շնչես։ Հիմա քիթդ փակի ու սկսի խոսալ 1 րոպե։ Ու շունչ մի քաշի։ Նորից պետք է շնչես ու նորից պետք է խոսաս։ Շունչն ու խոսքը կապված են իրար հետ։ Համաձայն եք։ Երբ որ խոսքը խոսած Քրիստոս արարչագործության ժամանակ, Սուրբ Հոգին շունչն էր շարժվում էր, այդ խոսքը կատարում էր։ Խոսք արարչագործության ժամանակ խոսքը կատարվում էր, որտեղ խոսքն ու շունչը խառնված էին իրար։ Հալելույա, փառքեր Հիսուսին, հալելույա։ Աստված այդպես արարեց երկինքն ու երկիրը։ Ամեն բանի մեջ կա Աստծո ներկայությունը, ամեն տեղ, ամեն բանի մեջ, սիրելներս, փառքեր Հիսուսին։ Քանի որ քամին որ ուր ուզում է, փչում է եւ նրա ձայնը լսում ես։ Այսօր ուզում եմ այս քամու մասին խոսամ, սիրելներ, Աստծո շարժի մասին, Աստծո քամու մասին, ամեն։ Գիտեք, մի հարց իմ մեջ եկավ, երբ որ քամու մասին էի մտածում, որտեղից է քամին առաջանում։ Ինչն է պատճառը, որ քամին ուղակի առաջանում է ինչ-որ մի բանից, եւ ChatGPT-ին դիմեցի, երևի շատերը ChatGPT-ի access ունեք, ամեն։ Եվ գրեցի ասի ChatGPT, որտեղից է քամին առաջանում, ոնց հասկանանք։ Ու ես տեսակ մի բան տվեց, ասես քամին առաջանում է արևի ազդեցությունից։ Փառքեր Հիսուսին, տեսեք։ Արևը երկրի մակերեսը անհավասար ձևով է տաքացնում, որոշ վայրեր ավելի արագ են տաքանում, իսկ մյուս վայրերը դանդաղ։ Այդ ջերմաստիճային տարբերության հետևանքով առաջանում է օդային ճնշման տարբերություն եւ օդը սկսվում է շարժվել։ Այդ շարժվող օդը կոչվում է քամի։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Եթե արևը հանես արարչագործության միջից, քամին գոյություն չի ունենա։
Փաստորեն Սուրբ Հոգու կրակը, այրվող կրակը կապ ունի իր ներկայության հետ։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Այսպիսով արևը տաքացնում է երկիրը, տաքոտը բարձրանում է վերև, սառը օդը գալիս է նրա տեղը, օդի այս շարժումը առաջացնում է քամի։ Ձեր երկրպագությունը, ձեր աղոթքը, ձեր պաշտամունքը, ձեր տաք տեղից եղած այդ կրակոտ աղոթքները առաջացնում է շարժ արքայության մեջ, պատկերացնում եք, առաջացնում է քամի։ Երբ որ մենք սկսում ենք երկրպագել, սկսում ենք պաշտել, աղոթել, այդ ջերմությունը բերում է շարժ մեր մեջ։ Ինչ որ մի բան է կատարվում Տիրոջ արքայության մեջ, սիրելիներս։ Այսպիսով ասած, ինչպես առանց արևի քամին չի լինում, այնպես էլ Աստծո ներկայության եւ կրակի չի լինում Սուրբ Հոգու շարժը մարդու կյանքի մեջ։ Սիրելի քույրս եւ եղբայրս, փառքեր Հիսուսին։ Այսօր ուզում եմ 4 քամիների մասին խոսալ։ Այս 4 քամիները նորմալ քամիներ չեն, բայց Աստված օգտագործում է մեր կյանքում այս 4 քամիները իր գերբնական շարժի համար, իր գերբնական ներկայության համար։ Ես երբ որ այս քամիները նշեմ, հավատացեք, երևի անցյալ շաբաթ ձեզանից շատերը արդեն այս քամիների հարձակման տակ ընկած միգուցե կարող է լինեք։ Ամեն։ Աստվածաշունչը նշում է 4 քամիների մասին, խոսում է հյուսիսային, հարավային, արևելյան եւ արևմտյան քամին։ Սրանք տարբեր քամիներ են, տարբեր շարժեր են, տարբեր փորձություններ են, որ գալիս են հավատացյալի կյանքի մեջ, սիրելիներ։ Հյուսիսային քամին նշված է Աստծո խոսքի մեջ այսպես. Առակաց 25-23-ը Հոբ 37-9 այսպես ասում. Հյուսիսային քամին անձրև է բերում եւ ցուրտը հյուսիսային քամիներից է առաջանում։ Մի խոսքով որ գալիս է, երբ որ գալիս է սառը ձմեռվա շրջաններ, երբ որ մի երկրում ապրում ես 4 սեզոններ ունի, այս հյուսիսային քամինը որ շարժվում է եւ սառը օդը գալիս է եւ գալիս է սառնություն։ Երբ որ սառնությունը գալիս է, մարդիկ ինչ են անում։ Նույն ձևով կարճ մայկայով դուրս չես գալի, ինչ որ մի բան։ Մարդիկ ավելի շատ տան են մնում, ավելի շատ մեկուսանում են։ Աստվածաշնչի մեջ այս հյուսիսային քամիները նշված է որպես սառը, դժվար եւ գայթակղության շրջաններ քրիստոնյայի կյանքում։ Մեկուսացման շրջաններ հավատացյալի կյանքում։ Այն շրջանները չի, որ ուղղակի ուզում ես դուրս գաս, ուզում ես շփվես, այն շրջաններն է, որ այս անբնական այս հարձակումները գալիս են, բայց ինչ որ դռներ կա կյանքիդ մեջ բացված, որ այս քամին ներս է սողում ընտանիքիդ մեջ սիրելիս, ամեն։ Հովանես Մկրտչի կյանքում այս քամիները եկան։ Հիշում եք Հովանես Մկրտիչը Մատթեոս 3:11-ի մեջ ամբողջ Հովանու ավետարանը կարդակ, առաջի գլուխ նա դավանում է Քրիստոսի մասին, վկայում է Հիսուսի մասին։ Եվ ասում է, ես անգամ արժանի չեմ նրա կոշիկների կապերը արձակեմ, նա ինձ ավելի մեծ է, ես եկել եմ այդ մեծ Տիրոջ մասին վկայեմ։ Եվ այս խոսքը խոսած Հովանես ասաց, նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով եւ կրակով, եւ տեսա, որ Սուրբ Հոգին իջավ Հիսուսի վրա եւ մնաց Հիսուսի վրա։ Մարդ, որ ապրում էր ջերմ տաք հարաբերության մեջ Աստծո այդ իր կյանքի այդ փուլում։ Բայց կարճ ժամանակ հետո նույն մարդը Մատթեոս 11:3-ի մեջ ասում է. գնացեք նրան ասեք, դու ես նա որ գալու էր թե ուրիշին սպասենք։ Ինչ կատարվեց սիրելներ, ինչ քամիներ անցան Հովանեսի կյանքի մեջ, ինչ դժվարություններ, եթե ոչ մեկուսացման շրջան էր։ Ամեն։ Մեկուսացումը ամենադժվար շրջանն է, որ մարդու կյանքը պարալիզացնում է, չորացնում է, քարացնում է։ Դիպրեսիայի շրջանների մեջ, ովքեր որ դիպրեսիայով գիտեն, ընտանիքի անդամներ ունեք, որ դիպրեսիայի հիվանդության այս շրջանի մեջ են, նրանք չեն ուզում տանից դուրս գան, չեն ուզում շփվեն, չեն ուզում մարդկանց հետ հաղորդակցվեն, որովհետև այդ շրջանները շատ դժվար է, որ դու ուրիշ մարդկանց կյանքի մեջ մտնես ու շփվես։ Ամեն խոսակցություն վրետ ազդում է, ամեն բան գրեթե քեզ նորից հիշացնում է ինչ որ մի բան անցյալից, ինչպես Խաչատուր եղբայրս ասեց։ Անցյալում սատանան երբ որ հիշացնում է ձեզ, ինչ որ մի բան, անցյալի քամիներ կամ բան, հիշացրեք Քրիստոսի խաչը, նրա արյունը, նրա զոհը, սիրելի քույրս եղբայրս, ասա ամեն, հալելույա։ Ես տեսնում եմ այս քամուց խիստ ձևով ազդեցության տակ շատ ժողովուրդ։ Հիմնական մեր համայնքի մեծ մասը
գայթակղություն է ապրում։ Շատերի հետ երբ որ խոսում ենք, գալիս են ասում են 5 տարի, 20 տարի, 15 տարի առաջ այն եղբայրը էս եկեղեցում ասեմ լսի։ Դա հյուսիսային քամիներն էր։ Աստված այսօր նոր բան է ուզում անի, ես կխոսամ Պենտեկոստեի կրակի եւ այդ քամու մասին, սիրելներ, ամեն։ Աստված ուզում է, որ մենք գնանք առաջ, սիրելի եկեղեցի։ Նոր տեսիլք, նոր հայտնություն, նոր կյանք Քրիստոսի մեջ, ասա ամեն, հալելույա։ Փառքեր Հիսուսին։ Այն մարդը, ով մի ժամանակ վստահությամբ այդ Հովանես Մկրտիչը հայտարարում էր միսիայի գալուստը, հիմա պայքարում էր հարցերի միայնության եւ դժվարությունների դեմ, հարցեր, որոնք պատասխան չունեն։ Շատ հարցեր կա, ես չեմ կարող այդ հարցերի պատասխանը տամ։ Երբեք չեմ կարող, բայց հավատում եմ Քրիստոսի Սուրբ Հոգին իր ներկայության մեջ կարա պատասխանի այդ հարցերին։ Եվ այսպես երկրորդ քամին գալիս է, կոչվում է հարավային քամի։ Այս քամիները ինչքան որ ես խոսում եմ, այնքան ձեր կյանքին ավելի է մոտենալու, սիրելներ, ամեն։ Հարավային քամին բերում է որոշ չափով ջերմություն, որոշ չափով մխիթարություն, բայց ժամանակավոր։ Հիշեք սա։ Սա ժամանակավոր է։ Ժամանակավոր ինչ որ մի բանից ուրախանում է սիրտդ, բայց ժամանակավոր է, սիրելիս։ Ամեն։ Հոբ 37:17-ի մեջ խոսքն ասում է. գիտես որ հագուստները տաքանում են, երբ երկիրը հարավի քամուց հանգստանում է։ Հոբը ոնց է այս բաները իմացել, որ Աբրամի օրոքան է ապրել։ Ոնց է իմացել, որ մի գիտնական չի եղել այդ օրերին, եթե ոչ հոգին է հանձնել, հայտնել Հոբին, ամեն։ Հետաքրքիր է, սիրելիներ, կարդում ես, ասում է հարավի քամին երբ որ գալիս է։ Հարավի քամին ունի ինքնախաբեություն իր մեջ։ Նա հիշում է, գիտեք, երբ որ ձմռան սեզոնը անցնում է, գալիս է գարուն, մի պատ տաք սեզոն, չէ՞ ոնց որ զգաս տաք, ասում ես դե լավ, մի թեթև մի բան հագնեմ, գնամ դուրս։ Մեկ է երբ որ տեսնում ես գալիս է երեկոյան ժամերը, մի անգամից սառում է օդը, մի անգամից փոխվում է, ասում ես այս ժամը 2-ի, 12-ի այդ բանը ոնց որ փորձառությունը չլինի։ Հարավային քամին շատ կարճ է տևում, շատ կարճ ջերմություն ու տաքություն է բերում, շատ կարճ ջերմություն, մխիթարություն, խաղաղություն, կին, ամուսին, ընտանիք, երեխա, հարաբերությունների մեջ, բայց ժամանակավոր է, սիրելիս։ Ամեն, հարավային քամին։ Գործք Առաքելոց 27-ի մեջ երբ որ կարդակ, Պողոս առաքյալը նրան դատապարտեցին, պետք է գնար Հռոմ։ Եվ ձմեռը մոտենում էր, Պողոս առաքյալը ասեց, լսեք, նավաստիներին բոլորին ասեց, լավ չի որ տարվա այս սեզոնին մենք գնանք Հռոմ, նրանք գնացին, չլսեցին Հռոմին, Պողոսին։ Հասան միտեղ Կրետե քաղաքներ, Կրետե այդ տեղն էին հասել, այդ տարածքի անունը, այդ տեղը։ Եվ նա ասեց, լսեք, ավելի լավ է մնանք նավահանգիստում չգնանք, որովհետև մեր առջևում դժվար օրեր են, սառ օրեր են, հյուսիսային քամու սպառնալիքի օրեր են սպասվում։ Ինչպես այսօր հիմա եկեղեցին բղավում, ասում է, լսեք, մեր առջև 2027, 2028 արթնացի եկեղեցի, սառը օրեր են սպասվում եւ քամիներ։ Մենք պետք է արտանանք, ամեն։ Աստված զգուշացնում է մեզ։ Աստված զգուշացնում է, սիրելներ։ Եվ ով լսեց Պողոս առաքյալին, ոչ մեկ։ Նավերը բեռնեցին, ամեն բան արեցին եւ գնացին դեպի Հռոմ։ Ճանապարհին խոսքը ասում է, սիրելներ, գիտեք ինչ ինքնախաբեություն ապրեցին կարճ ժամանակ։ Գործք Առաքելոց 27:13 այս համարը ինքնախաբեություն բերեց բոլոր նավաստիների կյանքի մեջ։ Ասում է, երբ մեղմ հարավային քամին փչեց, նրանք կարծեցին, թե արդեն հասել են իրենց նպատակին։ Երբ որ մի փոքր ջերմություն է գալի, մի փոքր մի բան, տենում ես անատել եկեղեցի չի գալիս։ Ինչ եղավ, ասում է, ամեն բան լավ արդեն կյանքիս մեջ, հասա նպատակիս։ Ջերմություն կա, ընտանիքս լավ, ամեն բան եւ թողում է, սիրելիս, ամեն։ Կարճ ժամանակ, կարճ հարաբերություն, կարճ ջերմություն, կարճ մխիթարություն, սիրելիս։ Բայց ասում է, այդ կարճ ժամանակից հետո մի անգամից խոսքը նշում է ու ասում է, որ գալիս է հարավային այս քամին։ Բայց շատ շուտով փոթորիկը բարձրացրեց Եվրակյուղոն, այս փոթորիկի անունն էր, ահավոր մի փոթորիկ էր, որ ասում է հյուսիս արևելյան քամին եկավ, երկու քամիներ միացան իրար։ Լսում եք, երկու քամիներ։ Կյանքիդ մեջ եղել է, մի հատ փորձությունով անցնում ես, երկրորդն է գալի կյանքիդ մեջ։
մի քամիներով անցնում ես, մյուս փորձության քամիներն են գալիս։ Ուզում ես այս մեկի հետ արդեն պատասխան գտնես, մյուս հարվածն է մյուս կողմից գալի։ Եղել է այսպիսի մի բան, սիրելներ։ Իմ կյանքի մեջ եղել է։ Ես եղել եմ մի շաբաթվա մեջ 2 քամու հարված է եղել կյանքիս մեջ։ Բայց որտեղ գնաց Պողոս Առաքյալը։ Պողոս Առաքյալը ասեց՝ մի վախեցեք, ժողովուրդ, որ նավը դատարկում էին, ամեն բան թափում էին, որ մնացել էին մենակ իրենցով, մեկուսացած էլ ոչ մի բան չունեին անելու։ Եվ այդ ժամանակ Պողոս Առաքյալը ասում է՝ մի վախեցեք, դուք պետք է, ասում է, Աստված երևում է Պողոս Առաքյալին, ասում է՝ մի վախեցիր Պողոս, դու պետք է կայսրի առաջ կանգնես, եւ ահա բոլոր նրանց, ովքեր որ քեզ հետ են, ասում է, նրանց քեզ եմ շնորհե։ Քո կյանքի փորձությունների քամիների մեջ Աստված մարդիկ ա, որ քեզ ա շնորհե, սիրելիս, ասա ամեն։ Ամեն ու ամեն, փառքեր Հիսուսին։ Ամեն հարձակումներ, ամեն փորձություններ, ամեն քամիներ, որ գալիս է քո առաջ, ունի նպատակ։ Ունի նպատակ։ Եվ հավատացեք, որ Աստված թույլ է տալի։ Աստված թույլ է տալի քամիներ մեր կյանքի մեջ, որ մենք մեր կյանքում ինչ որ բաներ կա դատարկենք մեր կյանքից։ Եվ դա հենց եղավ, նավի մեջից ամեն բան դատարկեցին, նավն էլ թողեցին, նրանք ուղղակի մերկ վիճակով հասան իրենց ուզած տեղը, սիրելներ, ամեն, փառքեր Հիսուսին։ Արևելյան քամին, երբ որ գալիս է երրորդ քամին, այս քամին գրեթե բոլորդ անցած կլնեք այս քամու հարվածի տակով։ Բերում է դատաստան եւ ուղղում մարդու կյանքի մեջ։ Այս երրորդ քամին։ Հիշում եք Հովնանի կյանքը, Աստված Հովնանին կանչեց, ասես պետքա գնաս Նինվե քարոզես Հովնան։ Հովնանը պետքա գնար Նինվե եւ ասում է Հովնանը արթնացավ եւ իր ճանապարհը փոխեց, մի այլ ճանապարհով գնաց, սիրելներ։ Եվ Հովնանի 1:4-ի մեջ ասում է, բայց Տերը մի մեծ քամի հանեց, ասա Տերը մի մեծ քամի հանեց։ Նախքան այն մի մեծ ձուկը պատրաստելն ու ուղարկելը մեծ քամի հանեց Աստված Հովնանի կյանքի մեջ։ Մի մեծ քամի անեց ծովի վրա եւ մեծ փոթորիկ եղավ ծովում եւ նավը խորտակվելու վտանգի մեջ էր։ Ինչ կատարվեց Հովնանի կյանքի մեջ։ Հովնանը եկավ մի եզրակացության, որ Տիրոջ երեսից ու ներկայությունից ոչ միտեղ չի կարա փախչի, սիրելներ, ամեն։ Եթե Աստված քեզ կանչել է, եթե Աստված իրոք քեզ կանչել է, դու Աստծո զավակ, կյանքիդ մեջ ինչ փորձություններ էլ կան, ինչ դժվարություններ էլ կան, ուր էլ գնաս, պտտվես, փախչես, գալու ես նույն ճանապարհի վրա կանգնես։ Այնինչ որ Աստված քեզ կանչել է իր նպատակների համար, փառքեր Հիսուսին։ Հովնան 4:8-ի մեջ այս արևելյան քամին ուղակի Հովնանի կյանքի մեջ փորձություն էր։ Սա ամառվա են թեժ ամենաթունդ քամինը, որ բերում է տաք սեզոններ, սիրելներ։ 113 աստիճան, 115 աստիճան, հիշում եք այստեղ որ գալիս է այդ ամառվա այդ տաքությունը, ինչ եք զգում։ Դուրսը, ուղղակի չես ուզում դուրսը մնաս, չէ՞։ Հովնանի կյանքում դա կատարվեց, սիրելներ։ Հովնանի կյանքում։ Հետաքրքիր է, նա գնաց Նինվե քարոզեց եւ եկավ մի մեծ ինչ որ մի բան տնկեց, այդ դդումը աճեց, բարձրացավ եւ դրա տակ հովանում էր։ Եվ երբ ասում է արեգակը ծակեց, այն ժամանակ Աստված սահմանեց արևելյան խորշակաբեր այս քամուն եւ արևը հարվածեց Հովնանի գլխին, նա թուլացավ, ուզում էր մեռնել եւ ասեց. մեռնելս ապրելուցս լավ է։ Ասել եք այս բաները ձեր կյանքում։ Մի սիտուացիայի մեջ ընկել ես, մի դժվար իրավիճակի մեջ, այս սատանան, այդ փորձիչ, այդ անիրավը ոնց է գտնում այդ բաց դուռը, ոնց այդ քամու ալիքը գալի մեր կյանքի մեջ, որ կրկնում ենք այս խոսքերը. մեռնելս ապրելուցս լավ է։ Ով է ինձ գնահատում, ում եմ պետք։ Տեր Աստված, ինչու այս բանը եղավ իմ կյանքի մեջ, լինում են այսպիսի բաներ, սիրելներս, թե ոչ։ Բայց հավատա, Սուրբ Հոգու քամիները գալիս են, ասա ամեն։ Սուրբ Հոգու շարժը, Սուրբ Հոգու արթնության քամիները գալիս են, հալելույա։ Երբեմն Աստված թույլ է տալիս ցավոտ շրջաններ մեր կյանքում մեզ ուղղելու համար։ Մեզ ուղղելու համար Տերը թույլ է տալի։ Ես չեմ կարող այս աստվածաբանությունը բացատրեմ։ Շատերը միգուցե հակառակ մտածեն, ասեն, ոնց կարա սիրո, ամենալավ, ամենաբարի, ամենաընտիր Աստվածը, ոնց կարա տես բան թույլ տա։ Հավատացեք, լինում են, սիրելներ։ Լինում են սուրբերի կյանքի մեջ նման փորձություններ, որ Աստված մեզ B կետից նորից բերի A կետի վրա դնի, ամեն, սիրելի քույրս, եղբայրս։
Արևելյան քամին կարող է ցավոտ լինել, բայց նույնիսկ այդ քամին Աստծո վերահսկողության տակ է, հավատացեք։ Աստված վերահսկում է ամեն բան աշխարհի վրա ինչ կատարվում է։ Ու այդ ամեն բաների վերևը ով է Սուրբ Հոգին է, որ ասում է շարժվում էր ջրերի վրա։ Սուրբ Հոգին, Աստծո Հոգին, Աստծո միակ կատարյալ շարժը, ներկայությունը, քամին, այդ բոլոր քամիների վերևն է եւ նա վերահսկում է ամեն բան քո կյանքի մեջ։ Սիրելի քույրս, եղբայրս, Ելից 10:13-ի մեջ խոսքն ասում է. Մովսեսը մեկնեց իր գավազանը Եգիպտոսի երկրի վրա եւ Տերն ամբողջ այդ օրը եւ ամբողջ գիշերը արևելյան քամին բերեց երկրի վրա եւ առավոտ ասма եղավ արևելյան քամին բերեց ինչ մորեխներ, բերեց դատաստան Եգիպտոսի մեջ։ Հիշում եք, երբ որ նա ամեն մի 10 տարբեր բաներ եղավ, դատաստան եղավ եւ այս ժամանակ այդ արևելյան քամին էր, որ նա իր գավազանը բարձրացրեց եւ Աստված այդ քամին բերեց եւ այդ քամու միջոցով ասма մորեխները շարժվեցին, եկան Եգիպտոսի վրա, սիրելի քույրս, եղբայրս։ Ելից 14:14-ի մեջ այսպես ասում. Տերը պիտի պատերազմի ձեզ համար, այս քամին քո համար էլ, քո նպատակների համար էլ է ծառայում։ Տերը պիտի պատերազմի ձեզ համար, իսկ դուք հանգիստ եղեք։ Տեսեք ինչ ասում։ Մովսեսը մեկնեց կրկին իր ձեռքը ծովի վրա, Տերը արևելյան սաստիկ քամիով ամբողջ գիշերը քշեց ծովը եւ ցամաքացրեց այն ու ջրերը ճեղքվեցին։ Հիշում եք, այդ ջրերը ճեղքվեցին եւ ժողովուրդը Կարմիր ծով անցավ։ Ինչպես եղավ։ Եթե ոչ այս քամին եկավ, սիրելներս, հալելույա, արևելյան քամին։ Աստված օգտագործում է ամեն նպատակներ իր փառքի համար։ Արևմտյան քամին, սա 4-րդ քամին է, սիրելներս, որ բերում է փոփոխություն եւ ազատագրում հավատացյալի կյանքի մեջ։ Ամեն։ Ելից 10:19-ի մեջ ասում է Տերը, արևմտյան սաստիկ մի հողմ ուղարկեց, որը մորեխն առավ ու քշեց Կարմիր ծովը, Եգիպտոսի բոլոր ասում է սահմաններում մի մորեխ չգտնվեց։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ արևելյան քամին եկավ եւ դատաստան բերեց Եգիպտոսի մեջ, արևմտյան քամին եկավ եւ այդ ամեն բաները մաքրեց Եգիպտոսից։ Շատ հետաքրքիր է, սիրելներ, Աստծո գործը, ամեն։ Նույն Աստվածը, որ թույլ է տվել փոթորիկը, նա նաեւ կարող է հեռացնել այդ փոթորիկը։ Մեր կյանքի մեջ կան բաներ, որ Աստված թույլ է տալի, բայց նույն Աստված էլ թույլ չի տալու, որ քո հավատքից ավել փորձվես, ասա ամեն։ Նույն Աստվածը քո փոթորիկների, քո դժվարությունների, քո թեստի պատասխանի, քո չգիտեմ ինչ դժվար սեզոնով ես անցնում, ինչ պատասխանի ես սպասում, այդ պատասխանի մեջ Տերը ասում է լսի, ինչ որ մի բան քո կյանքի մեջ բերեց այս հարվածը, ես հիմա այս հարվածը քո կյանքից վերցնելու եմ դուրս, փառքեր Հիսուսին, հալելույա, փառքեր Հիսուսին, փառքեր Հիսուսին, հալելույա։ Սաղմոս 78-ի մեջ Իսրայելի ազգը այսպես էր հիշում այս քամիները։ Ասում նա երկնքում բարձրացրեց արևելյան քամին եւ իր զորությամբ մոտ բերեց հարավային քամին եւ փոշու պես միս թափեց նրանց վրա եւ ծովի ավազի պես թևավոր թռչուններ անապատում։ Հալելույա։ Տերը օգտագործեց, միս էին ուզում, միս տվեց, նա օգտագործեց արևելյան, արևմտյան ամեն քամիներ նա օգտագործում է, ամեն բաներ անում է քեզ ծառայելու համար, փառքեր Հիսուսին։ Այնինչ թվում էր կործանում, սիրելներս, եղավ մատակարարում նրանց կյանքի մեջ։ Նրանք գիտեին անապատում են մնալու, նրանք գիտեին վերջն է, ոչ մի բան չի լինի, բայց Տերը ասեց ոչ, ես ունեմ պատասխան քո համար, սիրելի եկեղեցի։ Սաղմոս 148:8 տեսեք ինչ հետաքրքիր ասում։ Փոթորկալից քամիները ասա կատարում են նրա խոսքը։ Փոթորկալից քամիները։ Փոթորկալից քամիները կատարում են նրա խոսքը։ Ամեն մեկիս կյանքի մեջ խոսքը կա, որ պետք է կատարվի։ Ինչ որ մի բան կա, որ Տեր ուզում է մեր կյանքի մեջ անի, սիրելի քույր եղբայրս։ Քամին ուր ուզում է, փչում է եւ նրա ձայնը լսում ես։ Դու լսում ես նրա ձայնը, քո ինչ որ մի կյանքի process-ի մեջ այդ քամու ձայնը լսում ես, սիրելիս։ Թույլ տուր Աստված գերբնական ձևով գործի։ Հալելույա, փառքեր Հիսուսին։
Մարկոս 4:39 նոր կտակարանի մի քամու մասին խոսամ։ Հիշում եք աշակերտները ծովի մեջ նրանք կարիք ունեին, նրանք բղավում էին։ Ասում է, երբ որ նավը պետքա խորտակվեր, նա արթնացավ, քամուն սաստեց։ Հալելույա։ Փորձությունը սաստեց, սիրելիս։ Եվ լճին ասաց, լռիր, հանդարտվիր, սիրելիս։ Կյանքիդ մեջ ինչ փորձություններ կան, ինչ դժվարություններ կան։ Դրան մի երկրպագիր, մի մեծացրու այդ եղածը, այդ բանը թող ավելի մեծ չթվա։ Այնքան մեծ թվա, որ զգաս, որ ավելի մեծ է, քան թե քո Տեր Աստվածը, սիրելիս։ Ասա, լռիր ու հանդարտվիր։ Եվ քամին ասма դադարեց եւ կատարյալ խաղաղություն տիրեց։ Կատարյալ խաղաղություն կա Քրիստոսի խոսքի մեջ, որովհետեւ խոսքը խոսած։ Լռիր ու դադարիր, փառքեր Հիսուսին։ Դավիթ այսպիսի մի դեպք կա 5 կտակարանում, որ խոսում է իր կյանքի անցած քամիների միջով։ Սավուղի, գիտեք, Սավուղը ընկած էր սկզբից մինչև վերջ Դավիթի ետևից։ Եվ ասма, եւ այդ օրը ասма Դավիթը ասма, երբ որ իր քամիների, փորձությունների, տարբեր հարվածների տակով անցավ, նա վերջապես Սավուղի ձեռքից էլ պրծավ եւ ասма այդ օրը Դավիթն ասաց Տիրոջը այս երգի խոսքերը։ Այդ 4 փորձության քամիները, որ կյանքիդ մեջ եղել են, դառնալու են քո երգը մի օր, սիրելիս։ Եթե թույլ տաս Աստված այդ երգը գրի քո սրտի մեջ, երգի, փառաբանի ու ասա Տեր, սա է արել իմ կյանքի մեջ։ Այդ օրը Դավիթն ասաց Տիրոջը այս երգի խոսքերը։ Երբ Տերը նրան ազատել էր իր բոլոր թշնամիների ձեռքից, բոլոր քամիներից, բոլոր հարվածներից եւ Սավուղի ձեռքից, նա ասաց. Տերն է իմ վեմը, իմ բերդն ու իմ ազատարանն է, Աստված իմ ժայռն է, եւ ես նրա մեջ եմ, ասա ես նրա մեջ եմ։ Եղել է, որ սաստիկ քամի է եղել, օրինակ քանի ամիս առաջ տենց էր, հիշում եք ինչ անտանելի քամիներ եղավ Սակրամենտոյում։ Որտեղ էիք դուք։ Ձեր տան մեջ էիք, որտեղ ապահով էիք զգում ձեր տան մեջ, չէ։ Երբ որ տան մեջ ես, զգում ես ապահով, զգում ես, որ այո այդ քամիները դուրսը տեսնում ես ինչա կատարվում, բայց դու տան մեջ ես։ Ասում եմ ես Տեր Աստված քո մեջ եմ։ Դու իմ ապաստանն ես, քո մեջ ապաստան եմ գտնում։ Իմ վահանը եւ իմ փրկության եղջյուրը, իմ բարձր աշտարակն է եւ իմ ապաստանը, իմ ազատիչը դու ես, Տեր Աստված, որ ինձ ազատում ես ամեն բանից, անիրավությունից։ Ես կանչում եմ Տիրոջը եւ փառաբանում է սիրտս նրան եւ ասում է արժանի է Տերը եւ պիտի ազատվեմ իմ թշնամիներից, տարբեր քամիներից։ 11 խոսքը ասում է նա երևաց հողմի թևերի վրա։ Սա արդեն մի այլ քամու մասին է խոսում։ Ուրեմն այս բոլոր քամիներն ու փորձությունները գալիս են կյանքիդ մեջ, մեկ էլ Աստված երևում է այդ հողմի, այդ թևերի վրա, բայց սա մի ուրիշ մի բան է։ Նրան ազատագրում այդ քամիների, փորձությունների միջից բերում է դուրս։ Ունեք վկայություն, սիրելներ, որ Աստված քեզ հողմի թևերի վրայով դուրս է բերել ինչ-որ մի բանից։ Ես չգիտեմ, քանի անգամներ կարամ պատմեմ ու ասեմ այդ վկայությունները, որ Աստված իմ կյանքի մեջ արել է, սիրելներ։ Եսայի 59-ը ասում է, երբ թշնամին հեղեղի պես գա, Տիրոջ ռուախ հոգին, հալելույա, շունչը, քամին, դրոշ պետք է բարձրացնի նրա դեմ, հալելույա, փառքեր Հիսուսին։ Ինչ կյանքի սեզոնով ու դժվարությամբ անցնում ես, սիրելիս հիմա։ Իմացի Աստված ասում է, նա մեկ թշնամին մի ճանապարհով գալու է, 1000 ճանապարհով նա դուրս է գնալու։ Ամեն, հալելույա։ Տվյալ պահին մի կենտրոնացիր կյանքիդ քամիների վրա։ Կենտրոնացիր Քրիստոսի վրա, սիրելիս։ Գիտեք, շատ ժամանակ նորմալ ամեն բան երկրի վրա երևում։ Եթե հիմա մի կիլոմետր բարձրանաք երկիր, այս երկրի մակերեսից վերև, անտանելի քամիներ են այն վերևը, անտանելի։ Երկրի վրա միգուցե շարժ չկա, նորմալ է, ոչ մի բան չի բայց վերևը միշտ պատերազմ է, վերևը միշտ պատերազմ է, սիրելիս։ Ընդունիր, միգուցե կյանքիդ մեջ ամեն բան նորմալ է երևում, այս նորմալ ժամանակների մեջ պատերազմ կա, երկնայիններում, որ Աստված ուզում է այսօր
մեր աղոթքի զոհասեղանը, կրակը, բորբոքի եւ այդ կրակը առիթ դառնա, որ բարձրանա ջերմությունը դեպի վերև ու քամի ու շարժ բերի մեր մեջ, մեր ընտանիքների մեջ, ասա ամեն։ Սուրբ Հոգի բեր քո շարժը մեր մեջ, մեր ընտանիքների մեջ, փառքերը քեզ իմ Տեր, հալելույա։ Սուրբ Հոգու քամին կյանք է բերում, սիրելիս։ Այն քամին, որ Սուրբ Հոգին է բերում, այն շարժը, որ Սուրբ Հոգին է բերում, դրա հետ գալիս է կյանք, նորոգում, փառքեր Հիսուսին։ Եզեկիել 37-ը երևի կարդացած կլինեք։ Խոսում է անապատում չորացած ոսկորների մասին։ Ու գիտեք, Աստված Եզեկիելին բարձրացնում է, տանում է միտեղ, նա անապատ տեղը տեսնում է, ոչ թե մահացած մարդիկ, որ այդ մահացած մարդիկ արդեն նրանց վրա միս էլ չկա, ոչ մի բան, միայն չորացած ոսկորներ եւ խոսքը ասում է, որ այդ չորացած ոսկորները անգլերեն մեջ լավ ասում, ասմանանք խառնված էին իրար։ Այնքան շատ, այնքան հազարավոր, այնքան մեծ է եղել, որ ասում է անապատով մեկ այս չորացած ոսկորները խառնված ու թափված էին։ Եվ մարգարեն գիտեք նայում այս չորացած ոսկորների, նա չգիտի ինչ է կատարվում, ինչ պետք է անի։ Եվ Աստված ասում է լսի, ամեն բան վերականգնելու եմ, այնինչ որ քո կյանքի մեջ խառը վիճակ է, խառնված վիճակ է, չգիտեմ ինչ է կատարվում կյանքիդ մեջ, որ չորություն է գալիս, Աստված ասում այդ չորության վրա իմ հոգին եմ փչելու, ասա ամեն, կենդանություն եմ բերելու, ասա ամեն, քո ընտանիքի, երեխաների, քո զավակների, քո սերունդի վրա, ասա ամեն սիրելիս, քո հոգևոր կյանքի վրա, հալելույա, փառքեր Հիսուսին։ Եզեկիելին Աստված ասում է, սա մի ուրիշ մի բան է կատարվում։ Սուրբ Հոգու քամին կապ չունի այս 4 այս քամիների հետ։ Սուրբ Հոգու քամին կառավարում է այն, ինչ որ գերբնականը գալիս է բնականի վրա, ամեն։ Սա է Սուրբ Հոգին անում Եզեկիել 37-ի մեջ։ Եվ խոսքը ասում է 4 անգամ նշում է շունչ եւ քամի բառը, 4 անգամ հոգի։ Եվ ասում է խոսքը ասած, եւ ինձ ասած մարգարեացիր շնչին, ռուախին։ Մարգարեացիր ով մարդու որդի ասա շնչին, ռուախին, այսպես է ասում Տեր Աստվածը, աշխարհի 4 հովտերից, քամիներից եկ, ով շունչ եւ փչիր այս սպանվածների վրա, որ կենթանանան, հալելույա։ Աստված Եզեկիելին ասաց, ոչ թե միայն մեկ քամի թող գա, ասեց այդ 4-ը թող գան։ Ով կար Աստծո ներկայության մեջ կանգնի Աստծո դեմ։ Այն բանը, որ Աստված ուզում է վերականգնի, ինչը կարա նորից կործանի, սիրելիս։ Հալելույա։ Որովհետև Սուրբ Հոգին, սիրելներ, ես ասում եմ ինչու 4-ը Տեր Աստված, Սուրբ Հոգին ասում է, ես օգտագործում եմ կյանքի քո բոլոր 4 եղանակները։ Դու ապրում ես տարվա մեջ 12 ամիս կյանք ունես եւ ապրել ես։ Դու ապրել ես, օրինակ բնական կյանքում կա տարվա 4 եղանակներ, 4-ն էլ տարբեր են, 4-ն էլ իրենց հետ բերում են լավը եւ վատը, սիրելներ, ամեն։ Մեր կյանքում մենք ապրում ենք, մենք անցնում ենք այս փորձության դաշտը, եւ Աստված ինչ ասում է, ես այս մեռած, չորացած ոսկորների դժվարության, ցավի, տագնապի isolation-ի վրա բերելու եմ իմ հոգին։ Քո մեկուսացման վրա բերելու եմ իմ հոգին։ Այն բաները, որ քո կյանքի մեջ բերել է ցավ, հարված, տառապանք, հիվանդություն, այն բաները, որ քո կյանքի մեջ բերել է չորություն, եկեղեցի Աստծո Օքին ասում է, ես բերելու եմ Քրիստոս կյանքը եւ արթնությունը քո մեջ։ Ասա ամեն։ Ասա ամեն, 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 փառք Հիսուսին։ Քո դիպրեսիայի, քո վախերի դիմաց։ Այն պահը, որ կասկածում ես, ասում ես Տեր Աստված, հնարավոր է, որ Տերը այս բանը անի։ Հնարավոր է Տերը, որ այս մեռած չորացած ոսկորներին կյանք տա։ Հնարավոր է։ Հնարավոր է, որ հարբեցող ամուսինս նորից կյանք ունենա իր մեջ։ Հնարավոր է, որ ամուսինս ընտանիքս քանդվելու բաժանման վրայա կանգնած Աստված նորից այդ չորացած ոսկորներին կյանք տա։ Հնարավոր է, սիրելիս։ Այս նույն հարցը մարգարեն տվեց։ Նա ասեց, ինչպես է սա հնարավոր։ Կարող են այս ոսկորները կենթանանալ։ Հոգս ունես կյանքիդ մեջ։ Կարող է այդ հոգսը, այդ ինչ որ այդ բանը, որ ազդեցություն ունեցե աշխարհի բնական քամիներից, ինչ որ մի բան է եղել այդ ինչ որ մեկի դիմաց, հնարավոր է, որ Աստված նորից
կյանք տա։ Ես հավատում եմ հնարավոր է, սիրելիս։ Հնարավոր է։ Աստված նորից կյանք կտա։ Աստված կյանք տվող Աստված է։ Դաժե աշխարհի վրա, որ գալիս է փորձություն, մենք Բրետ Ալենի կյանքն էինք, մենք ուրբաթ օրը նայում, այս մեծ Աստծո ծառան, գիտեք, շատ հետաքրքիր է, երկու տղաները հելել են իր քարոզն են քարոզում։ Իր հայրը, որ պետք է խոսար ժառանգության մասին, ինչ է հոգևոր ժառանգություն թողնելը, եւ խոսում էին այս մտքի շուրջ։ Ու իր մեծ տղան Ռայանը ասում է, չգիտեմ, կյանքս տակնու վրա եղավ, որ հորս այս մի անգամից այս լուրը լսեցինք, ասում է, ես չգիտեմ ինչ անեմ, եւ անդադ ասում եմ, Տեր Աստված, ոնց, ինչ, խի եղավ, խի հիմա, հայրս ծառայում էր, հայրս ամեն բան անում էր, նա քո կամքի մեջ էր, այդպես էր։ Ուրբաթ օրը որ գա կտեսնեք, ինչ է կատարվում այստեղ։ Սուրբերի մահը անգամ պատվական է, սիրելիս, որովհետև շուտով Աստված գալիս է, մի այլ քամի է երկնքից գալու, Սուրբ Հոգու քամին, որ նա ասելու է ամեն մեռած ոսկորները գերեզմանոցում, թաղված, առանձնացած, չորացած, ասելու է արթնացեք, արթնացեք, ամեն մարմին արթնանալու է, ամեն հոգի արթնանալու է, մեռելները սկզբից հարություն են առնելու, մենք էլ հափշտակվելու ենք նրանց հետ դեպի երկինք։ Սպասում եք այդ արթնությանը։ Սիրելի եկեղեցի, այո, կյանքի քամիները կոտրեցին մեզ, մեր կյանքի մեջ բերեցին մեկուսացում, գայթակղություն, ցավ, հոգս, ինչ-որ մի բան, հիվանդություն, պատճառ եղավ, դա ինչ-որ մի բանի, բայց դա վերջը չի։ Գալիս են այս քամիները, սիրելի, Սուրբ Հոգու քամին, գալիս է ևս մեկ անգամ փառքերի Հիսուսին։ Քամին ուր ուզում է փչում է, եւ նրա ձայնը լսում ես, հալելույա, փառքերի Հիսուսին։ Պենտեկոստեի քամին եկավ, ես այդ քամուն եմ կարոտ, սիրելիս։ Մենք հաջորդ կիրակի երկրպագելու ենք այստեղ, ուղղակի երկրպագություն ու աղոթք ամենակ լինելու այստեղ։ Խնդրում եմ, սիրելներ, մտնենք երկրպագության մեջ, մտնենք աղոթքի մեջ, Լիլիթ քույրս կնվագես, երկրպագության աղոթքի մեջ մտնենք, սիրելներ, ամեն, հաջորդ կիրակի Տերը գործելու է այստեղ։ Ես հաջորդ կիրակի աղոթելու եմ, որ Աստված իր հոգին թափի մեր մեջ, Պենտեկոստեի քամու արթնությունը բերի մեր մեջ, բերի այն քամին, որ այն իշողությունները, որ մեր մեջ ցավա պատճառում, այն խոսքերը, այն ասած բաները, ինչ որ մի բան, կյանքի անցած փորձություններ, դժվարություններ, խնդիրներ, ինչ որ կյանքիդ մեջ թշնամին հարված է բերել, բաց դռներ է եղել, այդ բաց դռները փակվելու են։ Աստված հաջորդ կիրակի իրոքին թափելու է այստեղ։ Հալելույա։ Ես այդ քամուն եմ կարոտ, սիրելներս։ Դա գերբնական քամին է։ Այդ քամին այդ 4 քամիների հետ կապ չունի, սիրելներս։ Աստվածաշնչի մեջ շատ հաճախ է խոսում այս 4 քամիների մասին Աստված, շատ հաճախ, շատ չենք դրա մասին կարդա, բայց ուղղակի անհնարին է, որ 4 քամիները միատեղ գործեն բնական կյանքում, անհնարին է, որ 4-ը միատեղ գործեն։ Այս Եզեկիել 37-ի մեջ նշում ասում է, ասա 4-ն էլ թող գան միատեղ։ 4-ն է պետք է գան եւ այդ 4 քամիներից ասում Աստված արթնացնելու է իր եկեղեցին։ Աշխարհի 4 կողմերից։ Այսօր մենք պետք է դավանենք հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք։ Արթնացիր եկեղեցի։ Արթնացիր եւս մեկ անգամ եկեղեցի։ Այս քամիները, որ գալիս է Պարսկաստանի դիմաց, հավատացեք, պատերազմ, այս պատերազմի քամին, այս քամին գալիս է, գիտեք ինչու, որտեվ հենց հիմա աշխարհում ամենաարագ աճող եկեղեցին պարսկական եկեղեցին է։ Ամենաարագ աճող եկեղեցին, թիվը մարդկանց ապաշխարող Պարսկաստանում է, սիրելիներս։ Թշնամին ուզում է օգտագործի դրսի ինչ-որ բաներ, որ կանգնացնի Աստծո գործը, հո Տեր Աստված։ Ամբողջ Պարսկաստանն է հիմա վկայված խոսքով։ Հավատացեք, քամիներ կան աշխարհում, դժվարություններ, խնդիրներ կան, քամիներ կան Հայաստան աշխարհի մեջ, սիրելիներ, բայց Աստված բարձրացնում է կենդանի եկեղեցի։ Աստված բարձրացնում է եկեղեցի,
որ փնտրում է իր երեսը, որ ուզում այդ կրակը իր զոհասեղանի վրա, սիրելի եկեղեցի։ Ինչքան եք սպասում, որ Տերը այդ կրակը բերի մեր մեջ, որ այդ կրակը պատճառ լինի քամիների եւ շարժի, սիրելիս, այդ կրակը պատճառ լինի, որ ինչ որ մի բան պետքա լինի մեր շուրջ ու մենք պետքա տեսնենք ու վկայենք։ Գործք առաքելոց 2-րդ ասում է, եւ Պենտեկոստեի օրը բոլորը միասին գտնվում էին նույն տեղում, հանկարծ երկնքից ասա, հանկարծ, սա հանկարծ էր, ոչ մեկ չէր սպասում, սա պետքա լիներ, հանկարծ երկնքից սաստիկ քամու պես մի ձայն հնչեց։ Տերը ասում է նրանք, ովքեր վերստին ծնված են։ Նա խոսած ասաց, որ նա նմանացրեց շարժվող քամին Սուրբ Հոգու հետ եւ ասաց այդ քամին ձայն ունի, սիրելներ։ Ձայն ունի։ Եվ ձայն հնչեց եւ լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին։ Տեր, ուզում եմ այդ ներկայությունը քո տան մեջ, Տեր Հիսուս։ Եվ նրանց երևացին բաժանված հրե լեզուներ, կրակից բորբոքված լեզուներ։ Այս 21-րդ դարի եկեղեցին այս ինչ վիճակ է, սիրելներ։ Աղոթքա ժողովները անում ենք, շատ ժողովուրդ չկա, որ միաբան աղոթենք, հասկանում ենք դա, զբաղվածություն, կյանք, բան։ Բայց կիրակնորյա ծառայությունների ժամանակ սահմաններ կա դրած։ Ով այդ կարգ ու կանոնը որոշել, որ այս պետք անես, այս պետքա չանես։ Աղոթքի ժամանակ հանկարծ հրելեզուներով չաղոթես։ Ով է ասել դա։ Այո, ես հիմա պետք չի, ես ձեզ քարոզեմ հրելեզուներով։ Հիմա պատկերացրեք, քարոզում եմ ձեզ։ Շոքորո բարագասի արադասա բարադասա։ Միտքը չնորոգվեց, ոչ մի բան չեղավ։ Քո մեջ չկա ոչ մի բան, ես պետք է հասկանալի լեզվով քո հետ խոսամ։ Բայց սատանան այդ անիրավ է, որ գիտի մի բան, որ բերում է կրակ ու արթնություն։ Կրակ ու արթնություն, զոհասեղանի կրակը բորբոքում է։ Հրելեզուները ասում է պետք է դադարեն դա։ Եթե դա դադարի, ո՞նց է շարժը լինելու, ո՞նց է հոգին գործելու, ո՞նց է Աստված հրաշքներ անելու։ Սիրելի եկեղեցի, ես Աֆրիկայից կնկարեմ, կուղարկեմ ձեզ կադրեր, ու դու կտենաք ո՞նց են աղոթում։ Այդ փոշու մեջ, այդ կեղտի մեջ, ոչ մի բան չունեն, բայց քամին կա Սուրբ Հոգու, շարժը կա Սուրբ Հոգու։ Եվ նրանց երևացին բաժանված հրելեզուներ, որոնք նստեցին նրանց յուրաքանչյուրի վրա, բոլորը լցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։ Փառք է սիրելի Սուրբ Հոգի։ Փառք է սիրելի Սուրբ Հոգի։ Շարժվիր այստեղ սիրելի Սուրբ Հոգի։ Ես հրճակում եմ քո մեծ շարժը մեր մեջ։ Սկսվիր այսօրվանից եւ դեպի կիրակի, գալիք կիրակին Տեր Աստված։ Հալելույա, փառքերը քեզ Հիսուս։ Հիշեք, որ քամին պարզապես օդի շարժումն է բարձր ճնշումից դեպի ցածր ճնշումը։ Հալելույա, փառքերը քեզ Հիսուս։ Ոնց այս քամին գալու մեր մեջ Սուրբ Հոգու ներկայությունը։ Պետրոս ասեց 3 բան. ապաշխարիր, մկրտվիր, ընդունիր Սուրբ Հոգին։ Հալելույա։ Տեր, բեր Տեր Հիսուս Քրիստոս։ Բեր այս շաբաթ սպասող սիրտ քեզ, Տեր Հիսուս։ Ապաշխարող սիրտ, Տեր Աստված։ Տեր Հիսուս, մենք թողում ենք, Տեր, մեր անցյալը, Տեր։ Անցյալում ինչ քամիներ, որ եկել են մեր վրա ազդեցություն են ունեցել, Տեր, ամեն բան թողում ենք դուրսը եւ բարձրանում ենք վերնատուն, Տեր։ Այնտեղ, որ դու ես բնակվում քո հոգին, Տեր Աստված, այդ վերնատան մեջ առանձնանալու ենք այս շաբաթ մեկ նպատակով, որ հաջորդ կիրակի գերբնական հոգիդ ես թափելու մեր մեջ, սիրելի Հիսուս։ Ապաշխարությունը պատրաստում է սիրտը քամու համար, սիրելի եկեղեցի։ Աստծո շարժի համար։